Պարոն Հովհաննիսյան, տպավորություն է, թե դուք ինչ-որ բան բարեփոխում եք, ասած անում եք, հետո եք գնահատում ռիսկերը եւ վերլուծում իրավիճակը, քան մինչեւ այդ, այսինքն պետք է վերլուծել, հետո նոր բարեփոխում անել։ Հիմա այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, մասնավորապես նաեւ քաղաքապետարանի մոտ հաճելի է։ Բայց ինչի է այդպիսի տպավորություն։ Նախկինում օրինակ որ գործընթացի Քայլեք կամ մեքենան հետ համբացող։ Երեք քաղաքապետի մամուլի քարտուղարն էլ ասաց վերլուծում եք։ Լավ, շատ լավ։ Ես ճիշտ ասած մեքենա չեմ վարում, չունեմ սեփական մեքենա։ Ծառայողական մեքենա ունեմ, բայց մինչև դա էլ, մինչև ծառայողական մեքենա նույնպես սեփական մեքենա չեմ ունեցել, իսկ ինքս մեքենա չեմ վարում։ Իսկ որ ծառայողական մեքենայով մնում եք խցանումների մեջ, ընկնում եք փոսը, այդ թվում վեոլաջերի թողած փոսերը, ում եք ինչ բարերով հիշում, այս վերևների ինչ եք ասում։ Այդ հարցը ախր։ Այլ ակտուալ չի, մի քանի անգամ տվել եք։ Ինձ հա, մի քանի անգամ տվել եք, պատասխանել։ Այս փոփոխություններին, որոնք արվել են։ Շատ ջան, շատ լավ։ Եկեք մի քիչ ավելի իրար հարգելով, որովհետև չեմ կարող ստեղ եմ Հիմա դուք տրանսպորտի մասով բարեփոխումներ եք անում, բայց ամեն ձեր նոր բարեփոխում մի նոր խնդիր է առաջացնում։ Բարեփոխման տրամաբանությունն այն է, որ պետք է բացից դեպի լավը։ Արդեն իմ փոխարեն հարցը հնչեցրեցիք, իմ փոխարեն արդեն պատասխանեցիք, ես էլ ինչ պիտի ասեմ։ Հիմա եթե թողեք, եթե թույլ կտաք, եկեք հարցին պատասխանեմ։ Հիմա հարցրեցիք, ճիշտ ասած հարցը սկսեցիք, որ դուք բարեփոխումներ։ Ես ուզում եմ հասկանամ ինչից է այդ տպավորությունը ստեղծվել, օրինակ տրանսպորտի ոլորտի հետ կապված կամ այլ բան, չգիտեմ, որ բարեփոխումներն են նման տպավորություն թողնել։ Եթե խոսքը գնում է միայն լոկալ այս երթևեկության փոփոխության մասին, ապա հետևյալի մասին է, որ այս բարեփոխումները միտված են, իսկ կա մի հատ մեծ ծրագիր, որը միտված է հասարակական տրանսպորտին արտոնյալ ավելի երթևեկության մասնակից սարքելու հետ կապված, այսինքն մեր հանրային տրանսպորտը պետք է արտոնյալ երթևեկի Երևան քաղաքով, եւ սա նշանակում է, որ երթևեկության կանոնների, գործող կանոնների, այսինքն գործող երթևեկությունները փոփոխության են ենթարկվելու եւ ինչը նպաստելու է, որպեսզի մեր հասարակական տրանսպորտը ավելի արագ կարողանա A կետից B կետը հասնել։ Ներողություն, գծի մասին չէ։ Ես հասկանում եմ դուք լոկալ։ Հիմա ներողություն։ Սարքեցիք, հետո ջնջեցիք, որտեղ փոշի։ Սա նշանակում է, իդեպ ձեզ մի բան էլ ասեմ, որ այս բարեփոխումները մենք անում ենք։ Շորջան, լավ, ուրեմն ես չեմ պատասխանում։